Միշտ մի բան եմ ասում, որ գործատուն եւ աշխատակիցը չեն մրցում իրար հետ, համագործակցում են։ Ում է փնտրում գործատուն։ Ասում է ես էս էլ եմ ուզում անեմ, էս էլ եմ ուզում անեմ, էս էլ եմ ուզում անեմ, այստեղ դու հասկանում ես, որ ինքը կարա խնդիր ունենա։ Աշխատանք փնտրողը ասում է գործատուն լավը չի, գործատուն ասում է աշխատակիցը համապատասխան չի։ Շատ դեպքերում չեն գրում լեզուների իմացությունը, բայց գրում են հոբբին։ Մերժումը դա վերջակետ չի։ Էմոցիաները կարևոր են, բայց աշխատանքը մնում է աշխատանք։ Ողջույն եւ բարի գալուս Job.am-ի YouTube-յան ալիք։ Մենք մեկնարկում ենք հաղորդում քննարկումների շարք, նվիրված աշխատաշուկայի արդիական թեմաներին։ Այսօրվա իմ հյուրը Նատելա Լեմեխան է, ով HR ոլորտում ունի ավելի քան 20 տարվա փորձ։ Ողջույն Նատելա եւ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ողջույն Լիլիթ ջան, ես էլ եմ շնորհակալ ինձ հրավիրելու համար։ Եկեք սկսենք աշխատաշուկայի այս պահի իրավիճակից։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ աշխատաշուկայում տարեց տարի գործազրկության մակարդակը գնալով բարձրանում է։ Դուք որպես ոլորտի մասնագետ, ինչ կասեք դրա մասին։ Օրինակ, ինչ էր կատարվում աշխատաշուկայում 5 տարի առաջ եւ ինչ է կատարվում այս պահին։ Չեմ կարող ասել, որ այս պահին կա այտենց շատ մեծ խնդիր գործազրկության, սակայն իրոք կա ինչ-որ չափով խնդիր։ Ինչի համար, որովհետև գործատուները շատ ավելի պահանջկոտ են դարձել, իսկ թեկնածուները, աշխատակիցները, իրենք էլ են նույնպես պահանջկոտ, թեկնածուները, աշխատակիցները, նրանք գնահատում են իրենց ժամանակը, նրանք չեն ուզում շատ դեպքերում ինչ-որ միտեղ լռել, ինչ-որ միտեղ հարմարվել, իսկ գործատուն նույնպես ինքը ուզում է, որ տենց Դե վիճակագրական տվյալները փաստում են, որ 2023 թվականի համեմատ արդեն 2024 թվականի տվյալներով ունենք գործազրկության աճ ու օրինակ Job.am-ում մեր հայտարարությունների քանակի վրա էլ զգում ենք, որ հետաքրքիր էսպիսի վիճակագրություն կա, որ գործազրկության մակարդակի աճին զուգահեռ ավելանում է նաև աշխատանքի հայտարարությունների քանակը, այսինքն կա առաջարկ, կա պահանջարկ, բայց գործատուն եւ թեկնածուն կարծես թե չեն կարողանում ինչ-որ հետաքրքիր ընդհանուր հայտարարի գալ եւ մենք այս պահին կայքում 1100 եւ ավելի հայտարարություն ունենք, դա միայն մեր հարթակի մասին է խոսքը, բայց հետաքրքիր տենդենց է, որ ունենք նաեւ թեկնածուների մի քանակ, որոնք գուցե 2-3 տարի անընդմեջ աշխատանք են փնտրում եւ իրենք որևէ կերպ չեն կարողանում շուկայում ռեալիզացվել, գտնել իրենց տեղը եւ ընդունվել աշխատանքի։ Հետաքրքիր է հիմնականում այդ պահանջկոտությունը գործատուի կողմից, որ ասում եք, ինչ են պահանջում, գուցե կրթության խնդիրն է, համապատասխան որակավորման խնդիրն է, ինչ խնդիր է այստեղ առաջանում։ Ինչի է այդպես լինում, որովհետև գործատուները արդեն բացի hard skill-երից նաև ուշադրություն են դարձնում soft skill-երի վրա։ Մասնագետը կարա լինի շատ լավ, ինքը կարա ունենա շատ լավ կրթություն, բայց երբ որ գալիս է հարցազրույցի ու դու հասկանում ես, որ ինքը օրինակ կոնֆլիկտային է, այստեղ հարց է առաջանում, կամ ինքը երկարաժամկետ չի դիտարկում։ Այսօր մենք ունենք տենդենց, որ գործատուները ավելի շատ դիտարկում են թիմակիցներին ավելի երկարաժամկետ, դա երևի պատճառը։ Բացի դրանից, եթե մենք վերցնենք թեկնածուների կողմից, շատ դեպքերում շատ է լինում, որ չեն հասկանում իրենք ինչ են ուզում։ Աշխատաշուկան շատ մեծ է, առաջարկները շատ են։ Եվ երբ որ մարդը գալիս է եւ ասում է ես էս էլ եմ ուզում անեմ, էս էլ եմ ուզում անեմ, էս էլ եմ ուզում անեմ, այստեղ դու հասկանում ես, որ ինքը կարա խնդիր ունենա, կամ գալիս է 10 օր աշխատում է, 3 ամիս աշխատում է, հետո ինքը ասում է, որ ես всё չեմ ուզում։ Այդ խնդիրը կա։ Դրա համար մենք ունենք շատ առաջարկներ, բայց կարող է 3 ամսվա ընթացքում չկարողանան գտնել մասնագետ։ Պլյուս նաև մեր տրեյնինգները, որոնք անցկացվում են, ուսումնական կենտրոնների տրեյնինգները, որոնք անցկացնում են, ասում են, որ գովազդ է գնում, որ դու կստանաս այսքան գումար, 2 ամիս մեր մոտ տրեյնինգը կանցնես, կստանաս այսքան աշխատավարձ, բայց իրականությունը լրիվ այլ է։
լրիվ ուրիշ բան է ստացվում այդտեղ։ Դրա համար այդ չի համապատասխանում մարդկանց ակնկալիքները եւ իրականությունը։ Երևի այդպես։ Հա, իրականում այդ խնդիրը մենք էլ նկատել ենք օրինակ աշխատանքի տոնավաճառների ժամանակ շատ են մոտենում ուսանողներ կամ մարդիկ, ովքեր օրինակ 25+-ում որոշել են ինչ-որ նոր մասնագիտություն սովորեն, լրիվ իրենց ոլորտը փոխեն ու այդտեղ քանի որ տրեյնինգներով եւ այլն ասում են 6 ամիս հետո դու կունենաս X գումար եւ կաշխատես X ընկերությունում ու տվյալ ընկերությունները կարող է պատրաստեն միանգամից 100 կադր, իսկ 100 կադր շուկան վերցնելու հնարավորություն չունի ու պլյուս այստեղ խնդիրն այնա թե կոնկրետ ինչ հաստիկներ են, այսինքն ինչ մասնագետ է դառնում անհատը, օրինակ եթե խոսքը գնում է մարքեթինգի, IT-ի ու նման ոլորտների մասին, այստեղ ամեն դեպքում էլի պահանջարկ կա, բայց այդ այնքան են պահանջարկը չի, ինչ որ կա մի շարք այլ ոլորտներում, որտեղ էլ ունեն կադրերի պակաս օրինակ։ Մենք ունենք այդպիսի շատ գործընկերներ, ովքեր ունեն կադրերի զգալի պակաս ու իրենք Հայաստանից չեն էլ կարողանում այդ կադրերին առհասարակ հավաքագրել ու փափուկ հմտությունների մասին խոսեցինք, իրականում հա շատ կարևոր բան եք նշում փափուկ հմտությունները, օրինակ ինչ հմտությունների վրա անհրաժեշտ է որ տեխնացուն ուշադրություն դարձնի, եթե ուզում է ընդունվի գրասենյակ աշխատանքի, ունենա թիմ, կոնկրետ ինչ հմտություններ կան, որ ավելի այսպես ակնառու են գործատուի համար, որ պետքա տեխնացուն իր մեջ ունենա, էլի այդպես։ Երևի թե ամենակարևորը դա հաղորդակցման հմտություններն են։ Իսկ իմ փորձը ինձ ցույց է տալիս, որ շատ դեպքերում մարդիկ ուղղակի դժվարանում են խոսել, շփվել։ Դա ամենամեծ խնդիրն է։ Երկրորդը միգուցե չէ։ Երկրորդը դա թիմային աշխատանքն է։ Մարդը պիտի լինի թիմային, իհարկե չմոռանալով իր եսը, բայց թիմային աշխատանքը շատ կարևոր է։ Այս դեպքում նախաձեռնողականությունը շատ կարևոր է, որ մարդը չնստի եւ չսպասի երբ են ասում, ինքը մտածի, հասկանա ինչ պետք է անել, ոնց անել, մի բան անի, որ լավ լինի, երևի թե այդպես։ Հա, հասկացա։ Հա, իրականում այդ հանգամանքները շատ կարևոր են։ Օրինակ ես ընդունվել եմ աշխատանքի համալսարանից հետո լրիվ մի ուրիշ ոլորտ, որտեղի հմտություններ բացարձակ չեմ ունեցել ու ինձ օրինակ շատ հետաքրքրել է այդ ժամանակ ինչ են ինձ դիտարկել ու հասկացա ու գործատուիս էլ հարցրեցի օրինակ ինչի համար եք այդ բոլոր տեխնացուներից ինձ ընտրել, որովհետև ես ընդհանրապես վաճառքի հմտություններ չեմ ունեցել ու այդ ամբողջ հմտությունները ես սովորել եմ աշխատանքի ընթացքում, դա երևի թե 6 ամիս հաստատ դեռ սովորելու ընթացքում եմ մինչև հիմա եմ սովորում ու հա իմ դեպքում եւս նշեցին, որ եւ փափուկ հմտություններն էր կարևոր եւ կողքից մի շարք տարբեր ինչ որ ծրագրային իմացությունները, որոնք որ զուգահեռ ես իմ կրթությանը փորձել եմ պրպտել ու սովորել ու դրա արդյունքում ավելի այսպես պահանջված կադր եմ դարձել շուկայում, քան օրինակ մնացած տեխնացուները։ Այսինքն այս ամեն ինչից կարող ենք ենթադրել, որ աշխատանք փնտրողը, ով ունի խնդիր շուկա մտնելու եւ իր տեղը գտնելու, պետքա զուգահեռ իր կրթությանը, մանավանդ ակադեմիական կրթությանը, պետքա փորձի աշխատել իր եւ փափուկ հմտությունների վրա, հա, եւ եթե հնարավորություն ունի կողքից ինչ որ բաներ սովորելու, անպայման ցանկացած հնարավորություն պետքա բաց չթողնի։ Այո, շատ կարևոր է ինքնազարգացումը։ Ես երբեմն sense նայում եմ եւ հասկանում եմ, որ 20-25 տարեկան երիտասարդ մասնագետ չի ուզում աշխատի իր վրա։ Իմ համար դա մի քիչ, չասեմ անընդունելի է, բայց միշտ զարմանում եմ, որովհետեւ ես կարծում եմ, որ մարդիկ պետք է միշտ իրենց վրա աշխատեն։ Ինքնազարգացումը դա շատ կարևոր է։ Դու չես կարող միշտ դոփել նույն տեղում։ Դու միշտ պետք է զարգացնես քո հմտությունները։ Հաղորդակցման յուրաքանչյուր soft skill պետք է զարգացնել, ինչպես նաև hard skill իհարկե։ Հա, իհարկե շատ կարևոր է։ Գիտեք, ինչից կուզեի մի փոքր խոսենք, Նատալա ջան, աշխատաշուկայում, քանի որ հիմա շատ մրցակցային է, այսինքն յուրաքանչյուր հաստիկի համար, դա մենք մեր աչքի առաջ տեսնում ենք, յուրաքանչյուր հաստիկի համար կարող է գործատուն ստանալ 100+ ռեզյումե, 100+ տեխնացուի կողմից։
ինչ ոնց անի տեխնացուն, որ ինքը այդ 100-ից առանձնանա, ինչ պետքա նշի, որ HR մասնագետը ռեզյումեն բացելով գոնե հետաքրքրվածություն ցուցաբերի ու հասկանա, որ սա այն կադրն է, որ արժի իրեն հրավիրել հարցազրույցի ու արդեն հարցազրույցի ժամանակ հասկանալ ինքը ինչքանով է համապատասխանում այդ հաստիքին կամ գուցե այլ հաստիքի է համապատասխանում։ Շատ լավ հարց էր իրականում ու շատ կարևոր հարց է։ Երևի թե ամեն ինչ սկսվում է CV-ից։ Եվ երբ որ դու բացում ես CV-ն, նախ սկզբից տեսնում ես CV-ի անվանումը, ինչ է գրված։ Մեկ-մեկ լինում է ինչ-որ շատ անհասկանալի տառեր, սիմվոլներ, դու չգիտես ինչ է այդտեղ։ Դու չես ուզում բացես դա։ Այսինքն մարդը չի պատրաստվել, ըստ իս մարդը չի պատրաստվել, որ քեզ ուղարկի իր CV-ն։ Երբ որ բացում ես CV-ն, ես օրինակ շատ եմ սիրում, երբ որ շատ կոկիկ է լինում ամեն ինչ։ Տեքստը նույն ձևով է գրված, նկարը կոկիկ սիրուն նորմալ նկար։ Ամեն ինչ սենց գրագետ գրված է առանց տառասխալների։ Դա այնքան կարևոր է, որ տառասխալներ չլինեն։ Շրիֆտը նույնը պիտի լինի իմ համար։ Միգուցե կան մասնագետներ, որոնք դրա վրա ուշադրություն չեն դարձնում, բայց իմ համար դա շատ կարևոր է։ Եվ երբ որ ամեն ինչ սենց գրված է կրթությունը, գրված աշխատանքային փորձը, ոչ մի ավելորդ բան ես դրա վրա ուղղակի ուշադրություն չեմ դարձնում։ Ամուսնացած եմ, ունեմ 6 երեխա, իմ համար կարևոր չի մարդը ամուսնացած է, որտեղ աշխատանքի հետ դա առնչություն ոչ մի կապ չունի աշխատանքի հետ, մասնագետը պիտի մասնագետ լինի։ Երևի թե այդպես, եւ հետո արդեն երբ որ զանգում ես, այդ ժամանակ արդեն սկսվում է մի այլ փուլ, սկսած ալոից, վերջացրած ստեսությունով։ Այդ հանգամանքները իսկապես կարևոր են։ Ինձ թվում է շատ տեխնացուներ չեն պատկերացնում այդ դրա կարևորությունը։ Ուղղակի իրենց թվում է, որ աշխատանք է իրենց պետք, գործատուին էլ պետք է աշխատող, դե ուղղակի մի բան կլինի։ Այդպես եմ պատկերացնում, որովհետև իրենց հետ անձամբ բավականին հնարավորություն ունեցել ենք խոսելու ու իրականում իրենց համար դա մեծ ինչ-որ կարևորություն իրենից չի ենթադրում, բայց դա ոնց որ քո անձնագիրը լինի արդեն գործատուի համար։ Մանավանդ եթե դու ունես բավականին լավ փորձ, տարիների փորձ, ինչի այդ փորձը ոնց որ շատ գեղեցիկ, ընթեռնելի չներկայացնես գործատուին, որ ինքը քո արժեքը իմանա։ Այո, անպայման։ Շատ կարևոր է։ Ասում եմ, ես տեսել եմ տարբեր CV-ներ, շատ տարբեր էին ու այնց նկարներ կարող է ուղարկեն, օրինակ, չգիտեմ, հարսանիքից ինչ որ նկար, ինչ որ այս տիպի բաներ, պետք չի դա անել։ Ըստ իս պետք չի անել։ Ուղղակի ամեն ինչ սիրուն, գրագետ եւ կոկիկ եթե մարդիկ ներկայացնեն, շատ ավելի լավ կլինի։ Եվ իրանք կխնայեն իմ ժամանակը, ես կխնայեմ իմ ժամանակը, Ավելորդ ինֆորմացիան ինքը ոչ կարևոր ինֆորմացիան պետք չի այդտեղ ներառել։ Ամեն ինչ վերաբերում է աշխատանքին, կրթությանը, սկիլերին, օրինակ շատ դեպքերում չեն գրում լեզուների իմացությունը, բայց գրում են հոբբին։ Իմ համար ավելի կարևոր է այս դեպքում լեզուների իմացությունը։ Հոբբին շատ լավ է, որ մարդիկ ունեն հոբբի, բայց լեզուները այս պահի դրությամբ ավելի կարևոր են ըստ իս։ Շատ լավ։ Եթե փորձենք մի ինչ-որ սահմանում տալ, թե ինչ է պետք հիմա գործատուին, ինչպիսի կադր է պետք, որպեսզի այս ուղերձը հասցնենք նաև այն աշխատանք փնտրողներին, ովքեր իրենք էլ գործատուներից են բողոքում, այսինքն երկուստայք որոշակի խնդիր կա, բարիեր կա, որը հարթել չի ստացվում։ Աշխատանք փնտրողը ասում է գործատուն լավը չի, գործատուն ասում է աշխատակիցը համապատասխան չի, շատ են դիմում, բայց այն տեխնացուն չկա, որ մենք փնտրում ենք։ Ում է փնտրում գործատուն։ Հիմնականում, էլի, ինչ տեխնացու են փնտրում։ Գործատուն փնտրում է
մասնագետի, ով ունի հաղորդակցման հմտություններ, ով ունի մասնագիտական գիտելիքներ, ով ձգտում է աշխատել։ Շատ եմ հանդիպում մարդկանց, ովքեր չեն ուզում աշխատել։ Իրենք գալիս են հարցազրույցի, բայց դու հասկանում ես, որ ինքը չի ուզում աշխատել։ Իսկ գործատուն ուզում է իր թիմում տեսնի երկարաժամկետ աշխատակցի, ով կաշխատի, ով ինչ որ նոր մտքեր կգեներացնի, մի խոսքով, այդ ոճով։ Հա, ինչ որ էնտուզիազմով, Էնտուզիազմով, հա, եռանդով, ճիշտ ասեցիք, էնտուզիազմով, եռանդով թիմակցի, ով ուղղակի ինչ որ նոր շունչ կբերի։ Ոչ կոնֆլիկտային, որտեվ կոնֆլիկտային թիմակիցը շատ բարդ է։ Բարդ է իրենց հետ աշխատել։ Իրանց հետ շատ բարդ է աշխատել, այո։ Շատ դժվար է, իրանք են դժվար գնում, մի փոքրիկ բան է լինում, իրանց մոտ արդեն խնդիր է առաջանում։ Երևի ինչ որ չափով նաև զուսպ աշխատակիցների ավելի էմոցիաները կառավարող, էմոցիոնալ ինտելեկտը բարձր լինի թիմակցի մոտ, որովհետև հավատացնում եմ ձեզ, որ շատ էմոցիոնալ աշխատակիցները վատ իմաստով, հա, իրանք երբեմն խանգարում են, ու իրանք խանգարում են մի ամբողջ թիմին։ Հա, հիմա շատ են խոսում առհասարակ էմոցիոնալ ինտելեկտի մասին։ Ես ինքս լինելով էմոցիոնալ մարդ կարողանում եմ կառավարել։ Ես չեմ կարող ասել միշտ, բայց ես հասկանում եմ, որ աշխատավայրում լինելով HR ես պարտավոր եմ կառավարել իմ էմոցիաները։ Եվ ես տեսնում եմ, թե ինչպես են շատ էմոցիոնալ մարդիկ, ինչպես են իրանք ազդում այլ մարդկանց վրա։ Ուղղակի իր մոտ վատ էմոցիա է, անձրև եկավ, վատ էմոցիա է եւ սկսում է տարածել դա։ Դա շատ բարդ է։ Դու չես կարող գալ մարդուն ասել, օքեյ, լավ, մի տխրի։ Բայց ինքը արդեն տարածեց այդ ամեն ինչը։ Ինչ պիտի անի HR-ը։ Խոսես, օքեյ, ինքը այդ պահին հասկանում է, երբ որ դու իր հետ խոսում ես, ինքը հասկանում է, ինքը ասում է, օքեյ, ես հասկանում եմ քեզ։ Բայց մի ամիս հետո, 10 օր հետո նորից նույնը կրկնվում է։ Այսինքն շատ կարևոր է, որ էմոցիոնալ ինքը մի քիչ ավելի զուսպ լինի, գոնե կարողանա կառավարել։ Բայց ասում եմ, ես ինքս եմ էմոցիոնալ մարդ ու իմ համար դա շատ իրոք երբեմն շատ բարդ է լինում, ինձ կհասկանան էմոցիոնալ մարդիկ։ Հա, էմոցիաները կարևոր են, բայց աշխատանքը մնում է աշխատանք։ Դա շատ կարևոր է, ինչպես ես այս վերջերս ասեցի, մենք այստեղ ենք ոչ թե նրա համար, որ ցույց տանք մեր էմոցիաները, ու ես վատ իմաստով էի խոսում։ Մենք այստեղ ենք մեկ նպատակի համար։ Կարծես թե այդպես։ Շատ լավ, եթե համեմատենք աշխատաշուկան 5 տարի առաջ եւ այսօր։ Ասում են, հիմնականում ես այդպիսի կարծիքներ եմ լսում, որ որակը գնալով ընկնում է։ Այսինքն այդ այն իմաստով, որ կրթությունը, որ ստանում է մարդը համալսարանում եւ հետո պետք է ակադեմիական կրթությունից հետո մտնի աշխատաշուկա, այնքան բավարար չի, որ ինքը կարողանա այդ իր գիտելիքով մտնի։ Դրա համար շատ կարևորվում է պրակտիկան։ Այսինքն սովորելուց հետո, երբ որ ընդունվում ես գործի, տպավորությունն է, որ ոչինչ չգիտես եւ ոնց որ ամեն ինչ սովորում ես աշխատանքի ընթացքում։ Ինչ է փոխվել այս տարիների ընթացքում, եթե ձեր աչքով նայենք, դուք որ ոլորտում եք, տարբեր մարդկանց հետ աշխատել եք, ինչպիսի փոփոխություն եք նկատում։ Առաջ երևի թե կրթական համակարգն էր մի փոքր ավելի բարձր որակի, եթե կարելի է այդպես ասել, բայց բացի այդ ուսանողները միգուցե առաջ ավելի շատ ձգտում ունեին, որովհետև շատ չէին առաջարկները։ Մարդիկ շատ դեպքերում պայքարում էին ինչ-որ մի աշխատանքի համար։ Իսկ հիմա չլինի սա, կլինի այն մյուսը։ Օքեյ, էլի կլինի այն մյուսը։ Ես համաձայն եմ։ Ես միշտ ասում եմ, որ մենք պետք է փնտրենք,
փորձենք եւ հասկանանք, որն է մեր համար ավելի կարեւոր։ Բայց շատ եմ նկատում, որ չկա այդ մարդը գալիս է հարցազրույցի եւ չգիտի որտեղ է եկել, ինչ կազմակերպություն է եղել։ Իմ համար դա շատ մեծ խնդիր է, երբ որ ես հասկանում եմ, որ այսինքն չի փորձել անգամ հասկանալ որտեղ եմ ես գնում, չի ուսումնասիրել։ Ես կարծում եմ, որ դա գալիս է առաջարկները շատ են։ Իսկ մարդիկ մտածում են դե լավ, չլինի սա, կլինի այն մյուսը։ Մի անգամ, այս կստացի հետո եթե ուզենան կկտրենք, եթե շատ կոպիտ լինի, բայց մի անգամ մի աղջկա էի զանգել, ինքը ասաց ես հիմա քնած եմ, հետո կզանգահարեք ինձ։ Չգիտեմ։ Իրականում Դա իմ համար դա ես հիշում եմ, ես LinkedIn-ում գրեցի դրա մասին ու կարծիքները բաժանվեցին 50-50-ի, մեկը քեզ ասում էին, որ դա շատ լավ է արել, ինչա ձեզ թվում, որ եթե դուք պետքա զանգեք ու ինքը միանգամից պատրաստ լինի, չնայած որ ես միշտ հարցնում եմ հարմար է զրուցել, ես միշտ դա իմ խոսելավոճն է, ես այդպես եմ զրուցում մարդկանց հետ, հա, ես միշտ հարցնում եմ հարմար է զրուցել, թե ոչ, բայց երբ որ CV-ն ուղարկում ես եւ հետո քեզ զանգում են ու դու ասում ես, որ ես քնած եմ հիմա, օքեյ, հետ զանգի ինձ կամ ասա ինձ կարող եք այս ժամին զանգահարել։ Այստեղ հարցը գիտեք ինչումներ, որ շատ կոպիտ հնչեց։ Այսինքն դու CV-ն վախենալու ոչինչ չունես։ Ոչինչ չունես դու վախենալու։ Դու կարող ես քնած լինել, ես համաձայն եմ, դու կարող ես երեկոյան գիշերային հերթափոխից գալ եւ քնել։ Դա նորմալ է։ Ես չգիտեմ դու քնած ես թե ոչ, բայց խոսքը շատ կարևոր է, թե ինչպես դու կասես դա։ Իմ մոտ էլ է շատ լինում, որ ինձ զանգում են եւ ես ասում եմ, ինձ այս պահին հարմար չի խոսել։ Կարող եք զանգահարել մի փոքր ուշ կամ ես դες կզանգահարեմ։ Խոսելու ոճը դա շատ կարևոր է։ Ես կարծում եմ այդ է պատճառը, որ մարդիկ մտածում են դե այս չլինի, այն մյուսը կլինի։ Հա, իրականում ես ոնց հասկանում եմ, աշխատանք փնտրողը կարող է փնտրելուց օրինակ դիմել 20+ ընկերության, եթե օրինակ կա կոնկրետ հաստիկ, որ իրեն հետաքրքրում է, ու այդտեղ մենք էլ խնդիր ունեցել ենք հենց job.am-ով, երբ որ աշխատակիցներ ենք փնտրել, ներկայանալուց հետո բավականին երկար ժամանակ էլ բացատրում ենք, թե ինչ ընկերության մասին է խոսքը։ Իրենք միջև վերհիշեն, որ ընկերության են դիմել, ինչով է զբաղվում ընկերությունը եւ այլն եւ այլն։ Այդտեղ հա բավականին process-ը ոնց որ բարդանում է, մանավանդ ձեր համար, երբ որ դուք անընդհատ այդ աշխատանքի մեջ եք, ստացվում է, որ կրկնակի ոնց որ գործ եք անում։ Հիմա օրինակ, եթե ունենք տեխնացու, ով ունի 5 ընկերությունից մերժում, գնացել է տվյալ ընկերություններ եւ իրեն տվել են մերժում։ Ինչ կարելի է խորհուրդ տալ այդ տեխնացուին, ինչ անի, որ 6-րդի համար գոնե լինի ավելի պահանջված կադր, ինչ գնա փոխի իր հմտությունների մեջ, ինչ նոր բան սովորի։ Առհասարակ միշտ տեխնացուներին միշտ տալիս եմ այդ խորհուրդը, որ յուրաքանչյուր հարցազրույցից հետո պետք է վերլուծել հարցազրույցը։ Սկսած մտնելուց եւ վերջացրած նորից նույն տեսությունով, հա, պետք է ամեն ինչ վերլուծել, հասկանալ որտեղ ասեցիր, ինչ ասեցիր, ոնց ասեցիր, ինչ տոնով ասեցիր, իսկ ինչը կարայիր շտկեիր, ուրիշ ձև ասեիր, որովհետև մենք սովորում ենք մեր սխալների վրա։ Եվ ամենակարևորը, դա իմ համար շատ կարևոր է, որպեսզի տեխնացուները հասկանան, որ մերժումը դա վերջակետ չի։ Մերժումից հետո կարելի է կրկին դիմել, հասկանալ, փորձել, դա ես շատ ինչ որ վատ բան չի։ Ուղղակի մերժել են, ուղղակի պետք է հասկանալ, ինչի են քեզ մերժել։ Միգուցե դու չես համապատասխանում, միգուցե դա քո տեղը չի, հենց քո համար քո տեղը չի, որովհետև մարդը երբ որ գալիս է, ներքուստ ինքը հասկանում է, իրան այստեղ օքեյ է, թե օքեյ չի։ HR-ը ինչպես իրան կպահի։ Միգուցե իրան դուր չեկավ HR-ի պահվածքը։ Միգուցե HR-ը ամեն ինչ արեց, որ այդ մարդը փակվի, որովհետև մեր նպատակը, HR-ի նպատակը տեխնացուին բացելն է։
իր պոտենցիալը բացելն է, որովհետև եթե այդ մարդը եկել է հասել է այստեղ, մենք պետք է իրան բացենք։ Իսկ մերժումը դա վերջակետ չի։ Մերժումը դա թույլ է տալիս մարդուն, որ ինքը գնա, շարունակի, վերլուծի, հասկանա եւ կրկին դիմի։ Ու այնքան դիմի, մինչև չգտնի իր սրտի աշխատանքը կամ իր սրտի գործատային։ Հա, բարդ process է իրականում, երբ որ աշխատանք ես փնտրում, գուցե սկզբից թվում է թե կփորձեմ կստացվի, բայց երբ որ երկարում է, հա, այդ ժամանակահատվածը, որ աշխատանք ես փնտրում, ստացվում է, որ դու քեզնից անկախ ընկնում ես օրինակ սթրեսի մեջ։ Չպետք է ընկնես սթրեսի մեջ։ Ուր գնաս, ինչ անես, ոնց անես, այդ իրականում հա կարևոր է այդ մասով էլ ուղիղ նայել։ Շուկան շատ առաջարկներ ունի։ Եթե չեղավ մեկը, հնարավոր է որ կստացվի մեկ։ Դա վերջակետ չի, դա ինչ որ ավարտ չի։ Դա նոր սկիզբ է։ Կրկին փորձիր։ Այնքան պետք է փորձես, վերլուծես, հասկանաս, մի օր կստացվի։ Ես դրանում վստահ եմ։ Կարևորը հասկանալով այդ ամեն ինչը արվի, որովհետև եթե ուղղակի կլիկ անես, ուղարկել, միգուցե կանչեն, բայց հետո ոչինչ չի լինի։ Կամ եթե քեզ հրավիրել են հարցազրույցի, միգուցե պետք է ուսումնասիրել, որտեղ ես դու գնում, միգուցե պետք է պատրաստվել, որտեղ ես դու գնում։ Ու ինչպես մեր տեխնատուներն են միշտ ասում, LinkedIn-ում կարդում եմ, ասում են չի են այդ ծեծված հարցերը տալիս, կպատմեք մի փոքր ձեր մասին, ձեր հմտությունների մասին, ձեր մասնագիտության մասին, բայց անգամ այդ ժամանակ շատ տեխնատուներ կարող է ուղղակի այնպեսի տպավորություն ունենալ, ինքը նոր է այդ ամեն ինչը հիմա փորձում հիշել։ Եթե դու արդեն 5 անգամ գնացել ես հարցազրույցի, դու արդեն գոնե տանը կարող ես պատրաստվել, որպեսզի սահուն ներկայացնես։ Ու այստեղ շատ կարևոր է, որպեսզի դու հասկանաս, որ այստեղ ոչ թե ուզում են ինչ-որ բաներ, որոնք արդեն նշված են քո CV-ի մեջ, այ կոնկրետ օրինակներ բերես, որտեղ ես աշխատել, այդ օրինակներով բերես, հա, այս ինչ գոլի եմ հասել, այս ինչ բանն եմ արել, այս տիպի բաներ։ Չգիտեմ, երևի թե այդպես։ Շատ լավ, եզրափակելով այսօրվա մեր զրույցը, գործատուներին եւ նաեւ աշխատանք փնտրողներին, եթե մի հատ փոքրիկ ուղերձ անենք, որովհետեւ երկու կողմից ամեն դեպքում ես կարծում եմ ինչքան էլ որ տեխնատուն ունի որոշակի խնդիրներ, ինչ որ CV-նա վատ կազմում, հարցազրույցի չի ներկայանում կամ ուղղակի տեղեկացված չի, թե ինչ աշխատանքի համար է դիմում, կա նաեւ մյուս կողմից որոշակի խնդիրներ, որոնք նաեւ տեխնատուներին են շատ հաճախ բարկացնում։ Ինչ խորհուրդ տանք երկու կողմին, որ կարողանան այսպես հաշտ, համերաշխ գան, գտնեն իրար եւ կարողանան ինչ-որ նոր արժեքավոր բան ստեղծել կոնկրետ թիմի, պրոդուկտի եւ ընկերության համար։ Գործատուն միշտ մի բան եմ ասում, որ գործատուն եւ աշխատակիցը չեն մրցում իրար հետ, համագործակցում են։ Դա համագործակցություն է, աշխատանքային հարաբերություններ։ Գործատուներին երևի թե կխնդրեմ մի քիչ հայտարարությունը ավելի հստակ գրել, դա շատ կարևոր է։ Երբեմն նայում եմ շատ լղոզված է հայտարարությունը լինում։ Հեռախոսազանգի ժամանակ կամ ինտերվյուի ժամանակ ավելի մանրակրկիտ ներկայացնել այդ ամեն ինչը, դա իմ համար դա շատ կարևոր է, որովհետև մարդը իր ժամանակից ծախսեց, գալիս է քո մոտ, բայց դու չես տալիս իրան ինչ-որ մի բան, ինքը չգիտի ինքը որտեղ է եկել, օքեյ։ Իսկ տեխնատուներին խորհուրդ կտամ ուսումնասիրել, որտեղ են գնում, լինել տեղեկացված, պատրաստվել հարցազրույցին եւ ուզում եմ, որ բոլոր տեխնատուները հավատան, որ իրենց մոտ ամեն ինչ կստացվի եւ երբեք չկոտրվեն եւ այնքան փնտրեն, մինչեւ չգտնեն իրենց ուզածը, իրենց սրտի ուզածը։ Շատ լավ։ Շնորհակալ եմ շատ Նաթելա, շատ հետաքրքիր զրույց էր եւ հույս ունեմ, որ աշխատանք փնտրողներին եւս այս խորհուրդները կօգնեն կողմնորոշվել աշխատաշուկայում եւ իրենց սրտի աշխատանքը գտնել։ Ես էլ եմ շնորհակալ հետաքրքիր զրույցի համար եւ հրավերի համար։
Շնորհակալ ենք մեր ոդկասթը միջև վերջ դիտելու համար։ Կարող եք բաժանորդագրվել մեր ալիքին, հետագա ջոբքասթերը բաց չթողնելու համար։